Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը հասել է իր ամենաբարդ ու ամենաոգևորիչ փուլին, հերոսների ճակատագրերը միահյուսվել են անցյալի գաղտնիքներով ու ներկայում տեղի ունեցող իրադարձություններով, իսկ այս ամենի էպիկենտրոնում կրկին հայտնվել են Հենրին և Անգելինան, որոնց պատմությունը սկսվեց որպես պատանեկան սիրավեպ, շարունակվեց որպես արգելված զգացմունք և այժմ վերածվում է ճակատագրի հետ պայքարի։ Երկար ժամանակ է, ինչ Հենրին ապրում է բացարձակ ներքին հակասության մեջ, Միքայելի կողմից ասվածը, իբր Անգելինան նրա քույրն է, դարձավ հսկայական հարված։ Թեև սրտում զգաց, որ դա չի կարող ճշմարիտ լինել, այնուամենայնիվ ամեն օր այդ կասկածն ու մեղքի զգացողությունը քայքայում է Հենրիի հոգին, և ահա նա համարձակ ու վճռական քայլ է անում, գաղտնի հանձնում է ԴՆԹ անալիզ, առանց որևէ մեկին ասելու, նույնիսկ Անգելինային։ Նրա հիշողության մեջ դրոշմել է բժշկի հետ խոսակցությունը, դուք գիտեք, որ սա անթույլատրելի է, բայց արդեն արել ենք։ Այս նախադասությունը այդքան էլ հեշտ չէ, բայց այն հուշում է, որ Հենրին գնացել է ռիսկի ու ոտնահարել նույնիսկ օրենքի սահմանները, որպեսզի իրենից դուրս քաշի ճշմարտության ծանր վահանը։ Հենրին մտածում է, որ այս հավանականությունը քիչ է, բայց գոնե նրա խիղճը հանգիստ կլինի, սա հստակ կերպով ցույց է տալիս, որ նա արդեն պատրաստ է ցանկացած արդյունքի։ Եթե արդյունքները ցույց տան, որ իրենք ոչ մի կապ չունեն, ապա նա վերջապես կազատվի այդ ծանր բեռից ու կկարողանա լիարժեք սիրել Անգելինային, իսկ եթե հակառակը, որ նրանք իսկապես հարազատ են, ապա Հենրին գոնե կիմանա ճշմարտությունը, որը կբեկի նրա հոգին, բայց գոնե չի ապրի ստի ու կասկածի մեջ։ Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ նրանք քույր ու եղբայր չեն։ Բայց ամենակարևոր պահն այն է, որ այս անալիզների արդյունքները ոչ ոք չի կարող փոխել կամ կեղծել։ Հենրին ընտրել է այնպիսի եղանակ, որը բացառում է խաբեությունը, ինչն արդեն իսկ կանխազգացում է մի մեծ և շրջադարձային բացահայտման։ Դիանա Գրիգորյանն օրեր առաջ կազմակերպել էր հարց ու պատասխան Ինստագրամի իր էջում և նշել, որ Հենրին ու Անգելինան շատ շուտով միասին կլինեն։ Սա միայն մեկ բան կարող է նշանակել՝ շուտով պարզ կդառնա, որ Միքայելի պատմածը սուտ էր։ Սա արդեն իսկ մատնում է, որ ԴՆԹ արդյունքները կփոխեն ամեն ինչ։ Հենրիի այս քայլն հուզիչ է ոչ միայն նրա համար, որ նա փնտրում է ճշմարտությունն, այլ նրա համար, որ նա մարդկայնորեն հասունացել է։ Նա չի սպասել, որ ինչ-որ մեկը գա ու պատմի, չի վստահել Աննայի լռությանը, Միքայելի մանիպուլյացիաներին կամ նույնիսկ Անգելինայի հույզերին։ Նա ընտրել է գիտական ու փաստերի լեզուն իր ներսում խաղաղություն գտնելու համար։ Ինչ սպասել առաջիկա դրվագներում։ Այս ամենը նշանակում է, որ առաջիկա դրվագներում կլինեն հետաքրքիր բացահայտումներ Հենրիի կողմից, Անգելինայի հիվանդանոցում գտնվելու հանգամանքն, ինչն ավելի կշեշտի Հենրիի կարևորությունը նրա կյանքում, և հավանաբար կլինի մի դրվագ, որտեղ Հենրին կառաջարկի իր արյունը, որպեսզի դառնա Անգելինայի դոնորը, կամ հակառակը, դեռ պարզ չէ ինչ է սպասվում, բայց այդ պահին կբացահայտվեն շատ հետաքրքիր գաղտնիքներ։ «Վերջին զանգը» հիմա արդեն դուրս է գալիս դասական սերիալի սահմաններից, այն դառնում է մի պատմություն մարդու սեփական ճշմարտության, սիրո ու բարոյականության որոնման մասին։ Հենրիի քայլը սովորեցնում է, որ երբեմն պետք է միայնակ մտնել ճշմարտության մութ սենյակը լույսը տեսնելու համար։ Հեռուստադիտողները շուտով կդառնան այն պատմության ականատեսը, որտեղ սերը հաղթում է ստին, իսկ Հենրին ու Անգելինան ամենայն հավանականությամբ կդառնան ոչ թե զոհեր, այլ հաղթողներ։ Իսկ մինչ կհաղթեն Հենրին ու Անգելինան, միացեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում կատարվող իրադարձությունները և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ դաշտում գրեք, թե այս հեռուստասերիալում որ կերպարին կամ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Նշենք, որ հեռուստասերիալի նկարահանումները մտել են ամենաթեժ փուլ, այնպես որ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր սերիայում մեզ սպասվում է անկանխատեսելի բացահայտումներ։ Հեռուստադիտողները սպասում են այն պահին, թե երբ են վերջապես Սոսն ու Աննան հանդիպելու, իսկ դա դառնալու է մի հետաքրքիր պատմության սկիզբ։ Աննան հղի է Միքայելից, ինչպես տարիներ առաջ Միքայելը նրան ընդունեց Սոսից հղի վիճակում։ Արդյոք բումերանգի օրենքն է գործում այս պայմաններում։ Արդյոք Աննան կգնա Սոսի մոտ։
չէ՞ որ նա կհասկանա, որ Սոսն ու Լիլիթը ամուսնացել են։ Արդյոք Աննան կվարվի այնպես, ինչպես վարվեց տարիներ առաջ Լիլիթը, այսինքն Սոսին կանի իրենով։ Չեմ կարծում։ Հատկապես, որ Միքայելի հանդեպ նա զգացմունքներ ունի արդեն, բայց այդ զգացմունքներն այս պահին երկրորդական են, քանի որ այս պահին Աննայի համար ամենակարևորը Հենրիի երջանկությունն է, և նա չի հասկանում, որ Հենրին երջանիկ լինելով կերջանկանա հենց իր հարազատ դուստրը՝ Անգելինան, ով մինչև այս իբրև թե Միքայելի դուստրն է։ Ինչպես կվարվի Աննան, երբ իմանա, որ Միքայելը տարիներ առաջ խլել է իր հարազատ երեխային ու տվել մեկ այլ ընտանիքի, և նրանք Անգելինային պահել ու մեծացրել են իրենց հարազատ դստեր նման։ Ինչպես կվարվեն Վիկտորիան ու ավագը, հասկանալով, որ նրանք ևս խաբված են եղել և այսքան տարիներ մեծացրել են ոչ թե Միքայելի, այլ հենց Աննայի դստերը։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքներն ու սպասենք ամենահետաքրքիր բացահայտումներին, որոնք կլինեն շատ շուտով։ Միացեք մեր ալիքին ու թողեք ձեր կարծիքները մեկնաբանությունների տեսքով։